Այն օրը հիշել եմ Վախթան Գանանյանի մի պատմվածք, որտեղ տատը պատմում է, թոռները հարցնում են ո՞նց է պապի հետ ամուսնացել, տատը պատմում ասում է, դե ասում է եկան ինձ ուզելու, երկու աղբեր էին։ Ասում է մեկին հավանեցի, մյուսին չհավանեցի։ Ու տատը ուրախացել էր, իրան թվացել էր այն ում որ հավանել է, իր հետ պիտի ամուսնանա։ Հետո պարզվում է, ում որ չի հավանել, նրա հետ էին իրան ամուսնացնում։ Ու դա այդ երեխեքի պապն էր, չհավանած մարդը։ Վախթան Գանանյանն ասում է, ունայի, ասում է, տատս մի ամբողջ կյանք ապրել է իր չսիրած մարդու հետ ու տարել է այդ չսիրած մարդու հետ ապրելու լուծը։ Հիմա ինչի համար եմ պատմում, որ երբ որ հիմա ասում են այ բաժանությունները շատացել են, իսկ նախկինում լավ էր, որ ընտանիքները ավելի ամուր էին։ Նախկինում ընտանիքները չէին բաժանվում, բայց ինչի հաշվին։ Դուք սրա մասին մտածեք։ Նախկինում դարեր շարունակ մարդկանց երջանկությունը ֆակտոր, այսինքն գործոն չի եղել։ Մարդիկ չեն համարել, որ երջանկությունը մի բան է, հանուն որի կարելի է մի բան անել։ Շատ ավելի կարևոր է եղել գյուղի մեծամեծերի կարծիքը, շատ ավելի կարևոր է եղել ծնողների կարծիքը, հարևանների կարծիքը։ Եթե դուք կարդաք Բակունցի պատմվածքները եւ այն ժամանակվա բարքերը դուք ուղղակի sense այսօրվա աչքերով նայեք այն ժամանակվա բարքերին, զարհուրելի բարքեր են եղել։ Թումանյանի Մարոն 9 տարեկանում Մարոյին ամուսնացնում են։ Ես նույնիսկ լսել եմ, որ ամուսնացում է մինչև երեխաների սեռահասուն դառնալը, աղջիկ երեխեքին ամուսնացնում էին, եւ աղջիկ երեխան քնում էր իր ամուսնու մոր հետ այնքան ժամանակ մինչև սեռահասուն դառնա եւ ամուսնու հետ քնի։ Իհարկե, եթե հիմա մենք մարդկանց երջանիկ լինելը դնենք մի կողմ եւ ասենք, որ բացարձակապես կարեւոր չի մարդիկ երջանիկ են թե դժբախտ, կարելի է բոլոր ամուսնությունները պահպանել։ Ես համոզված եմ, որ հիմա ամուսնացող զույգերը շատ ավելի երջանիկ են, քան նախկինում, որտեղ հիմա մարդիկ իրենք են ընտրում, շատ ավելի հաճախ մարդիկ իրենք են ընտրում իրենց զույգին, քան նախկինում։ Մարդիկ ընտրում են, ամուսնանում են, բաժանվում են, որովհետև երջանիկ լինելը դարձել է գործոն։ Կարևորը ոչ թե այն է, որ ինչ կասի կողքի հարևանը, այլ կարևորն այն է, մարդը երջանիկ է թե երջանիկ չէ։ Նախկինում ընտանիքները ավելի ամուր չեն եղել։ Նախկինում բարքերն են ուրիշ եղել։